Եսայու մարգարեություն գլուխ 40-րդ Մխիթարեցեք իմ ժողովրդին, ասում է Աստված, դուք քահանաներդ Երուսաղեմի սրտով խոսեցեք և մխիթարեցեք նրան, որովհետև նա լի է տառապանքով։ Թող նրա մեղքերին թողություն լինի, քանզի իր մեղքերի համար նա Տիրոջ կողմից կրկնակի հատուցում ստացավ։ Անապատում կանչողի ձայնն է. պատրաստեցեք Տիրոջ ճանապարհը և հարթեցեք մեր Աստծու շավիղները։ Բոլոր ձորերը պիտի լցվեն, և բոլոր լեռներն ու բլուրները պիտի ցածրանան։ Դժվարին տեղերը պիտի դյուրին դառնան, և առապարները՝ դաշտեր։ Պիտի հայտնվի Տիրոջ փառքը, և ամեն մի մարմնավոր պիտի տեսնի Աստծու փրկությունը, քանզի Տերը խոսեց։ Մի ձայն ասում է. կանչիր, ասում եմ. ինչ կանչեմ։ Իմացիր ամեն մարմին նման է խոտի, և մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի։ Խոտը չորանում է, նրա ծաղիկը թափվում, որովհետև նրա վրա փչում է Տիրոջ շունչը։ Արդարև, իմ այս ժողովուրդը նման է խոտի, խոտը չորանում է, ծաղիկը թափվում, բայց Տիրոջ խոսքը մնում է հավիտյան։